Կներկայանաք եւ կասեք ում եք կորցրել եւ այսօր այստեղ գտնվելով ինչ սպասելիքներ ունեք։ Բարև ձեզ, ես Հադրութից եմ, Հադրութի շրջանի Մոխրենես գյուղից, կորցրել եմ իմ որդուն ու իմ փեսային։ Փեսայիս փեսաս երաբլուրում գտնվում, իսկ իմ տղան Հադրութից դուրս է արել, Շիրիմը տեղափոխել ենք Ստեփանագերտ եղբայրական գերեզման։ Ինձ հույս ունեի, որ գոնե կտեղափոխեն իմ երեխու գերեզմանը Եռաբլուր, գոնե մի ծաղիկ խոնհարեմ, մի հատ խունկ ծխեմ, ամեն ինչի այն գերեզմանին քարին կարոտ, չեմ արդեն դիմանալու չի։ 20 թվից ի վեր ես հիվանդանոցներում եմ գտնվում, ահա որ վիճակ է մեր մոտ։ Տունն էլ կստեղծվի, ամեն ինչն էլ կստեղծվի, ապրուստն էլ, այն ով որ հայթայթում է, աշխատում է, կստեղծվի, բայց իմ երեխու գերեզմանը կարոտ եմ ես։ Իմ 22 տարեկան տղեն սահմանապահ զորքեր է ծառայում։ Ինձ հույս ունեի գոնե որ գերեզմանը կտեղափոխեն։ Ճիշտ է, հույս չունեմ, որ մենք հետ ենք դառնալու։ Ինձ вообще հույս չունեմ, որովհետև որ ես Ստեփանագերտ էի ապրում, 21 թվին նորից հետ գնացի, այսինքն Ստեփանագերտ, դեղ էի ապրում։ Ինձ հույս ունեի, որ պետքա գնանք Հադրութ, չգնացինք Հադրութ։ Հիմա էլ հույս չունեմ, որ հետ ենք գնալու գոնե Ստեփանագերտ, գոնե Հադրութ, բայց խնդրում եմ, այդ գերեզմաների պահում մի բան մտածեն, մեր երեխաների գերեզմաները պղծում են։ Պարոն Փաշինյանը ինչի մասին է մտածում, ուզում եմ հասկանամ, գոնե այս ծնողների մի պատասխան տա, գոնե մեր երեխեքի գերեզմանները կարողանանք այցելել։